Համեմատության համար ընտրված է ավելի չափավոր տրամաչափերի Սևանի Ավազանի միջին բրոնզեդարյան բնակչության հայրենակիցը, որը ապրել է Երկաթե դարում։ Բավականին երկար է այդ անհատների դիմային կմախքը, որը նույնպես համաշխարհային արժեքների մեջ դարձյալ մաքսիմալ չափեր է դրսևորում։ Եվ այդ երկարությունը պայմանավորված է դամբարաններում թաղված անհատների դիմային կմախքի երկարությամբ եւ հատկապես քթային հատվածի երկարությամբ։ Շատ երկար եւ մեծ են այդ անհատների, թաղված անհատների երկար ոսկորները, նրանց էպիֆիզային հատվածները, դիաֆիզային հատվածների վրայի ռելիեֆավորվածությունը, ինչի վրա ամրանում են մկանային հյուսվածքներ, եւ ըստ այդ ռելիեֆավորվածության ինտենսիվության կամ նրբակազմության մարդաբանները որոշում են մկանային ակտիվությունը եւ մկանային հզորությունը։ Խոշորակազմությունը եւ մասիվությունը հատուկ է եղել հին եվրոպեոիդներին, հատկապես պալեոլիթյան եւ մեզոլիթյան ժամանակահատվածում։ Նեոլիթում եվրոպեոիդ ռասայի հարավային պրովինցիան ընկղմվում է գրացիլիզացման նրբակազմության եւ բրախիկրանիզացման կարճագանգացման շրջափուլային գործընթացի մեջ, եւ բրոնզի դարում Առաջավոր Ասիայի եւ Կովկասի մարդաբանական հիմնական կերպը դա նրբակազմությունն էր եւ չափավորությունը։ Այդ է պատճառը, որ Սևանի Գեղարքունիքի տարածքից հայտնաբերված բրոնզեդարյան մարդաբանական նյութը, այսինքն Սևանի Ավազանի բրոնզեդարյան բնակիչները իրենց նմանակները տարածաշրջանում չունեն։ Եվ այդ պատճառով զարմանալի չէ, որ այս մարդիկ իրենց շրջապատում պետք է ձեռք բերած լինեին հսկայի իմիջ, որը եւ շատ գեղեցիկ ձևով արտացոլված է դիցաբանական սյուժեների, գրավոր աղբյուրների եւ տեղանվանումների մեջ։ Սևանի Ավազանի բրոնզեդարյան բնակիչները ունեցել են 170-ից 180 եւ ավելի սանտիմետր հասակ։ Այս ցուցանիշը այսօր զարմանք չի առաջացնում, սակայն հին հանդրույթների համար դա բավականին մեծ ցուցանիշ է եղել։ Եվ այսպիսի հասակով ոչտված են եղել պալեոլիթյան եւ մեզոլիթյան ամենախոշորակազմ հանդրույթները եւ առանձին անհատներ։ Ուշագրավ է, որ հայ գրավոր սկզբնաղբյուրներում հսկա հասկացությունը ըստ էության չի առնչվում ինչ-որ գեր մարդու կամ չափազանց բարձրահասակ մի անձնավորության հետ, այլ առնչվում է մի կերպարի հետ, որը վեր է կանգնած իր շրջապատից եւ իր կարողություններով եւ իր ձգտումներով եւ բնականաբար նաեւ իր հասակով, եւ այս առումով թերևս կարելի է վերել մի հետաքրքիր զուգահեռ, որը պահպանված է ճիշտ է հունական ավանդության մեջ, սակայն որոշակի նաեւ հասակային տեղեկատվություն է տալիս։ Բանն է, որ Մինոսը եւ նրա որդիները ավանդության մեջ մի հետաքրքիր հաղորդում կա այն մասին, որ սպանված Աստերիոսի մարմինը 9 ափաչափ երկարություն ուներ։ Հունական հին չափերում ափաչափը 19-ից 23 սանտիմետրերի է հասնում։ Եվ եթե մենք միջինը վերցնենք մոտ 20 սանտիմետր, ապա կստացվի, որ Աստերիոսի մարմինը կամ Աստերիոսը ուներ 180 սանտիմետր երկարություն, այսինքն այս միավորը համարվում էր արդեն հսկային համապատասխանող հասակ բարձրություն։ Ժամանակակից հայերը ծայրահեղորեն տարբերվում են Գեղարքունիքի բրոնզեդարյան բնակիչներից գանգատկաբառակի կառուցվածքով, իրենց բրախիկրան գլխով եւ այդ առումով բոլորը գիտեն, որ հայերը աշխարհում առաջատար տեղ են գրավում։ Տարբերվում են նաեւ հասակային տվյալներով, հայերը միջահասակ են։ Սակայն մենք մեր բրոնզեդարյան նախնիներից համարյա նույնությամբ ժառանգել ենք նրանց դեմքը, հատկապես քթային հատվածը, իր երկար եւ խիստ պրոֆիլավորված ճարտարապետությամբ։ Չափազանց նմանվում ենք մենք մեր Սևանի Ավազանի նախնիներին նաև ճակատոսկրի կառուցվածքով, խիստ ռելիեֆավորված ունքային աղեղներով եւ քթարմատով։ Մի հետաքրքիր հանգամանք կա եւս, վելերը կամ Գեղարքունիքի բնակիչները ըստ էության պատմական մի որոշակի ժամանակահատվածում իրենց նախնական հայրենիքից, նախահայրենիքից կամ տարածվեցին Մերձավոր Արևելքի մի շարք տարածաշրջանում եւ նաեւ Եվրոպայում եւ սա է թերևս պատճառը, որ վելերի կամ գեղերի անվան զուգահեռներ մենք ունենք հայկական լեռնաշխարհի եւ նրա հարակից տարածքների, ինչպես նաեւ Եվրոպայի մի շարք էթնիկ կազմավորումներում եւ աշխարհագրական անուններում, մասնավորապես Գիլան տարածքի անունը հյուսիսարևմտյան Իրանում, Վալախյան ժամանակակից Ռումինիայի տարածքում, Գալիցո-Վոլինյան իշխանությունը հարավային Ռուսաստանում,
կելտերի եւ գալերի երկիրը Ֆրանսիայում, նույն Ուելսը եւ նրան առնչվող անվանումները բրիտանական կղզիներով բոլորի բառարմատների հիմքում դարձյալ ուել, վել, կել արմատն է դրված, այսինքն մենք գործ ունենք մի որոշակի գուցեև մարդաբանական տիպի հետ, որը իր պատմական նախահայրենիքից տարածվելով որոշակի մեծ աշխարհագրական տարածք է ընդգրկել եւ ուշագրավ որ աշխարհագրական տարածքը համընկնում է նաեւ հնդեվրոպական ցեղերի եւ հնդեվրոպական լեզվի տարածման սահմանների հետ։ Մի հետաքրքիր հանգամանք եւս կարելի է նշել հնդեվրոպական մի շարք ժողովուրդներ, հնդեվրոպական լեզվով խոսող մի շարք ժողովուրդներ իրենց անվան հիմքում դարձյալ մեծ բարձր հսկա, այսպես հասկացություններ են կրում։ Մասնավորապես պարթևներ անվանումը դա եւ էթնիկ անվանումը եւ հասակ ներկայացնող հասկացություն է, սկյուչներ կամ որը մեզ մոտ հսկայի որդի ձևով է պահպանվել հսկայի որդի, դարձյալ հասակի եւ հսկայի հասկացությունների մեջ կրում է, չխոսենք արդեն վելերի եւ գալերի մասին, որոնք միանշանակ արդեն գեղարմատն են իրենց մեջ կրում։ Ուշագրավ է, որ հսկաները այս ամենից զատ իրենց անվան հիմքում նաև կենթանական կոդ, կենթանական խորհրդանիշ ունեն, որը ներկայացվում էր գայլի եւ օծի տեսքով, վիշապի տեսքով։ Գայլը ինքը գել վել արմատից ուղիղ մի փոխառությունն է, ինչ վերաբերում է վիշապին, ապա նրա անվան զուգահեռը ժամանակակից վերացերինի գվելի բառի մեջ է մնացել, որը դարձյալ օծ է նշանակում։ Մեզ մոտ էլ կարելի է օծ, օծագալար, գալար, ոլոր, դարձյալ վել արմատը տեսնել ուրեմն նման արտահայտությունների մեջ եւ պատկերացնել, որ իսկապես վիշապներ, վիշապազուններ, հսկաներ, հասկացությունը մեկ ընդհանուր տարածքի մեջ է ներառնում, ավելացնեմ նաեւ, որ գեղարքունիքը հենց այն տարածքն է, այսինքն գելերի, վելերի, գեղերի, վելերի տարածքը այն տարածքն է, որ բոլորից շատ վիշապ կոթողներ է տվել եւ դրանք հիմնականում Սևանի ավազանում եւ Աժդահակ լեռան լանջերում են գտնվել։ Այսինքն այս կամ այն կերպ մենք ունենք փաստացի վկայություններ, որ այս էթնիկական անունը նաեւ որոշակի մարդաբանական կերպ եւ կեցվածք է ներկայացրել։ Այնուամենայնիվ ինչ է իր մեջ ներառել հսկան եւ ինչ այսպես իմացաբանական եւ իմաստային ծանրաբեռնություն այնուհետեւ կրեց մեր իրականության մեջ։ Իր բոլոր դրսևորումներով հանդերձ, երկբնույթ դրսևորումներով հանդերձ չար եւ բարի, հսկաները մեր պատմական գրականության մեջ մնացին անձինք, որոնք ազգացին նահապետներ էին, այսինքն նրանք եւ հասակով, եւ մտածողությամբ, եւ ձգտումներով բարձր էին կանած իրենց շրջապատող ազգակիցներից, եւ դրանք այն կերպարներ էին, որոնք կերտում էին իրենց ժողովրդի կամ իրենց այսպես համայնքի հանրության ապագան եւ ճակատագիրը։ Այսինքն հսկաները անձինք էին, հսկաները նաեւ այսպես աստվածներին հավասարեցված վերին արարածներ էին, որոնք կոչված էին կոնկրետ տվյալ հասարակությունը առաջ տանելու։ Թերևս դրանով դա է պատճառը, որ մեր բոլոր ազգացին նահապետները նաեւ հսկաներ են եւ նրանց անունները նաեւ հսկա են մեկնաբանվում։